Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված դե տեսնում եք ԱՄՆ եւ Իսրայելը ամեն կերպ փորձում են Իրանին բերել իրենց դաշտ, պատերազմ հրահրեցին, փոխհրաձգություն տեղի ունեցավ, բազմաթիվ զոհեր, վիրավորներ, բայց այսօր կարծես թե ընդհանուր հայտարարի են եկել, ամերիկյան կողմը նշում է իր հաղթանակի մասին, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը նշում է, որ չէ, մենք ենք հաղթել։ Ով ոնց ուզի թող նշի Լուսնե ջան, հիմա տեսեք ես ասեմ։ Իրանի նշանակությունը նաև Հայաստանի։ Իրանը մեր համար շատ մեծ նշանակություն ունի, նախ մեր բարեկամ պետությունն է Իրանը, մեր համար բարեկամ պետություն ու Իրանի հզոր ըլնելը բախում է մեր շահերից։ Հիմա այդ հաղթանակը ով ոնց կուզի թող նշի, ես մի բան կարամ ասեմ։ Ինչքան Ուկրաինան ռուսին կհաղթի, այդքան էլ Իրանը Ամերիկային կհաղթի։ Լուսնե ջան, դուք ինձ ասեցիք, չգիտեի որ հրադադարը ուրախացա, շատ ուրախացա։ Ես ոչ թե մենակ ուզում եմ հրադադարը Իրան, այլ ուզում եմ Իրանը միշտ մնա հզոր։ Իսկ Իրանը որպեսզի միշտ մնա հզոր, մի տարբերակ կա, որ ինքը լեզու գտնի Ամերիկայի հետ, որտեղ հակառակ դեպքում Իրանը ինչ հաջողություններ էլ որ ունենա ռազմի դաշտում, ահագին հաջողություններ ունեցավ, չէ՞, քյալլա էր տալի Ամերիկայի հետ։ Դա ավելի վատ։ Ամենավերջում Ամերիկան ատոմնային բոմբով կապի, եթե տենց շարունակվեր Իրանի հաջողությունները, ստեղից էլ Իրանին բալետանողները ասեն, ուխ, տես Ամերիկային ոնց է կրում, չէ՞։ Ասեմ, դրա վերջը ինչն ալնելու։ Ամերիկան յադերնի բոմբով խփելու էր Իրանին, ռուսն էլ խփել էր Ուկրաինային։ Այսինքն սա տանա դեպի ատոմային բոմբով դերտերությանը այնել Ամերիկային, դու չես կարող հաղթես։ Այդ ձևի պետությանը չես կարող հաղթես, այսինքն քո հաջողությունը շատ-շատի բերի դրան, հիմա ասենք Իրանը դիմադրում է, դու հենց մի հատ զորում է, Ամերիկանին ավելի ուժեղ զենքերն է հանում։ Իրանը հանում է, այսինքն ինչ հանում է Իրանը դրան հավասարակշռող հենց մի բան էլ ավել բերում է, ստիպված վերջում թե ատոմային բոմբով խփի։ Իրանը Լուսնե ջան, մահապարտ պետություն է։ Եթե Իրանի ձեռը ատոմային բոմբ, ասենք հասցնի ստեղծի, ինքը կխփի Ամերիկային էլ Իսրայելին էլ։ Քաջ գիտակցել է, որ նրանք էլ Իրան են խփելու։ Այսինքն ինքը մահապարտ պետություն է։ Բա Ամերիկանն էլ Իսրայելն էլ դե գիտակցում են, չէ՞։ Նրանք կթողեն, որ ատոմային բոմբ ստեղծի Իրանը, չեն թողի։ Կխփեն ատոմային բոմբով։ Այսինքն Իրանի հաջողությունները ռազմական։ Դրանից պետք է Իրան սիրող մարդիկ, պարսիկներին սիրող մարդիկ, ոնց օրինակ ես, ինձ բարեկամ եմ համարում իրանց։ Իրանք հայազգի բարեկամներն են։ Իրանք մեր դաշնակիցներն են։ Իրական դաշնակից մեր շահերը համընկնում է Իրան, որտեղ իրանք էլ են թուրքերի հետ թշնամի, հավերժ թշնամի, ոնց որ մենք, ու իրանք թուրքերին զսպող ուժ են նաև։ Եթե Իրանը ոչնչացավ, այստեղ Թուրքիան կդառնա գելու գազան։ Իսկ եթե Իրանը հզոր մնաց ինձ, Թուրքիային ու Ադրբեջանին կզսնելու է, կզսպի իրանց։ Նույնիսկ Ռուսին կզսպի։ Այդ պարագայում մենք կարող ճիշտ դիվանագիտության դեպքում անկախել մնանք։ Մենք Հայաստանը, այսինքն Ռուսաստանի ու Իրանի sense արանքում երկուսին Իրանին ասենք անկախ պետություն, ռուսը կուզի կողի իր սոյուզի մեջ ու կողելու է նախքին սովետական միությունը վերականգնելու է Ռուսաստանը, բայց եթե Իրանն էլ այտենց հզոր Իրանն էլ կուզի իր կազմի մեջ մտնի Հայաստան, չէ, մենք էլ կարող ասենք դե ոչ քեզ ոչ մեզ, ոչ քեզ, անկախ մնանք, Պարսիկ ջան, համ քո հետ աղբեր ենք, Ռուս ջան, համ էլ քո հետ աղբեր ենք, sense կարող էսի պայենք, էլի ճիշտ դիվանագիտության արդյունքում կարող է անկախություններ պայենք, եթե Պարսկաստանը հզոր մնա։ Իսկ եթե Պարսկաստանը ոչնչացա Լուսնե ջան, ստե Թուրքն է հզորանում, որը որ մեր համար կործանում է։ Իսկ Պարսկաստանը հզոր կարելի մի տարբերակում լավ հարաբերություններ ասկե դզվի, ռեժիմը փոխվի իրանց, ես ուզում եմ դեռ ռեժիմը փոխվի։ Ես ուզում եմ նախ դե մարդիկ ազատ չեն։ Ես ուզում եմ մարդ լինի աշխարհի ցանկացած կետում Լուսնե ջան, ես ուզում եմ մարդ լինի ազատ։ Չեմ ասում լպիրշ, սենց է, բայց անձնական ստեղի նման, անձնական կյանքը մարդ ունի ազատ։ Ազատությունը մարդիկ սխալ կերպ են հասկանում, ընկալում։ Ստեղ հա, ես ուզում եմ մարդիկ լինեն, իսկ Պարսկաստանում ազատ չեն։ Ես ուզում եմ դեռ ռեժիմը փոխվի, լինի ավելի էլի թող այաթոլաները լինեն իրանց, հարց կա, բայց մարդիկ ազատ լինեն։ Մարդկանց ազատությունները չսահմանափակվի, մեկ էլ ուզում եմ լավ հարաբերություն ունենան Ամերիկայի հետ դզվեն։ Իրանք Ամերիկայի հետ կարան դզվեն։ Իրանք հավերժ թշնամի չեն։ Իսրայելի հետ էլ դաժե կարան դզվեն։ Ոնց են մինչև 79 թիվը բարեկամ։ Հիմա էլ կարան բարեկամանան։ Իսկ այդ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ իրանք հավերժ թշնամի են, ու դա մեր շահերից է բխում։ Համ եթե Իրանը մնում է հզոր պետություն, այստեղ Թուրքիային ու հələ պատկացեք Ամերիկայի համար Իրանը ավելի ուժեղ դաշնակից է, քան Թուրքիան, Թուրքիային Իրանը կսարքից թե պոլիտերիապ կա։ Ադրբեջանին вообще կասիլա դու ով ես որ հələ իջի հավասարվի Հայաստանին քո ուժերով։ Դու ով ես որ տենց զենքեր ունենաս։ Մեր պատե բոմբիտ կանի սա կոչնչատնի կսարքի չուխան պետություն, որովհետև Ադրբեջան պետությունը Իրանի տարածքային ամբողջականության համար մեկ սպառնալիքն է։